ջան, պայմանավորվեցինք, բա։ Փաշինյանի հայտարարությունը բիզնեսները ձեր ձեռքից խլելու վերաբերյալ ինչպես կմեկնաբանեք։ Երեխեքը լմի րոպե, էլի անազատությունը եւ նահանջելիքները իշխանությունը այսպես ասած չունի, ասում է չունեն։ Ինչից են այս պահի վախենում։ Իրենց կստիպեք, որ ունենան։ կներեք, Իսկ ինչն է Ժողովուրդ ջան, կներեք։ Այս հանրային հետաքրքրությունը ձեր անձի հանդեպ նաեւ միջազգային որ ունենան։ Կներեք, Իսկ ինչն է իրենց մտահոգությունը, պարոն Կարապետյան։ Իրենց հարցերեք, ես ինչ գիտեմ, վախենում եմ։ Այս հանրային հետաքրքրությունը ձեր անձի հանդեպ նաեւ միջազգային հարթակներում կկարողանա ինչ-որ բացատրել այսօրվա իրավիճակը։ Դուք եք փոխելու, դու։ Պարոն Կարապետյան, Ակտիվությամբ, համառությամբ, ամեն ինչ փոխելու է։ եթե հայտնի հայտարարությունը չլիներ, դուք քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնեիք, որովհետև ասել եք քաղաքականությամբ չեք զբաղվելու։ Այսինքն այդ հայտարարությունը ստիպեց Այս քաղաքականություն։ անարտարությունները ստիպեցին։ Պարոն Կարապետյան, ժողովուրդ մի բրդես էլի։ իշխանության գալու պարագայում գործող իշխանության հանդեպ ինչպիսի վերաբերմունք է լինելու։ Քնեմ այսօր զարթնեմ, որոշեմ։ Պարոն Կարապետյան, Փաշինյանն ասում է ըստեյությամբ Ռուսաստանից է ուղղորդված, որ գաք մասնակցեք քաղաքական ընտրություններին։ Բասային ձևը Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին։ Պարոն Կարապետյան, Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը։ Պարոն Կարապետյան, Փաշինյանն այսօր շուրջ հանգյալ է անվանել ձեզ, Քոչյանի եւ Բրանդեի ձայն տվողների հիմնվելով երևի ձայնագրությունների վրա։ Այսպիսի հայտարարություն Ես ինչ իսկ որևէ մեկը կարող է ձեզ բոմբ դարձնել կամ էլ ունես զրկել, պարոն Կարապետյան։ Արդեն սկսել են ձեզ Աջողներ, թողեք նստենք։ Պարոն Կարապետյան, արդեն սկսել են ձեզ բոմբ դարձնելու գործընթացը իշխանությունը։ Ոչ, այնտեղ անլուրջ մարսանց Կներեք, ժողովուրդ։